Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում հակասական հույզերով ու լարվածությամբ լի նոր շրջափուլ է սկսվում բոլորի համար։ Հենրին, իմանալով Սոսի ձերբակալության մասին, իսկույն զանգահարում է Անգելինային, պարզելու, արդյոք նա վախեցել է տեղի ունեցածից, արդյոք կարիքի ունի աջակցության։ Բայց Անգելինայի պատասխանը սառը և անսպասելի է։ Նա ասում է, որ իր կյանքի միակ վտանգավոր մարդը ոչ թե Սոսն է, այլ հենց Միքայելը։ Այս խոսքերը դանակի պես խրվում են Հենրիի սրտում։ Չնայած որ Հենրիին վաղուց է հասկացել հոր սխալներն ու դրանց հետևանքները, բայց ամեն անգամ, երբ Անգելինան հիշեցնում է իր հորը որպես չարիքի հիմք, նա նորից հայտնվում է երկու քարի արանքում, փորձելով պաշտպանել և Անգելինային, և Միքայելին։ Հենրին լռությամբ հրաժեշտ է տալիս ու անջատում հեռախոսը, թողնելով մի չլուծված, ցավով լի լռություն երկու սրտերի միջև։ Իսկ այս լռությունը երկար չի տևում։ Աննան գնում է Բագրատի տուն, տարիների բարկությունը, հիասթափությունն ու ցավը նրա երեսին շպրտելու։ Նա հարցնում է, ինչու է ամբողջ կյանքում ատել իրեն, երբ կարող էր գոնե մեկ անգամ սիրել, հայրություն անել։ Բայց ավելի ծանր խոսքեր են հաջորդում։ Աննան նրան մեղադրում է այն բանում, որ նա վաճառել է իր դստերը։ Լռության դիմաց փող։ Միքայելից ստացած գումարի դիմաց Բագրատը պարզապես լռել է։ Անակնկալ կերպով Բագրատը չի փորձում փրկվել, նա ընդունում է ամեն բան։ Հիմա, երբ արդեն ամեն ինչ ջրի երես է դուրս եկել, նա ասում է, որ զղջում է։ Զղջում է այն ամենի համար, ինչ արել է իր դստերը։ Այս խոսակցության ականատես է լինում նաև Լիլիթը։ Նա, ով ամբողջ ընթացքում միշտ համարել է, թե ինքը հայրիկի սրտի ուզած դուստրն է։ Լիլիթը զարմանում է, շոկի մեջ է, որ Բագրատը պաշտպանում է Աննային։ Բագրատը, կարծես վերջին ուժերը հավաքելով, Լիլիթին խնդրում է գոնե մեկ անգամ իրեն թույլ տալ Աննային օգտակար լինել։ Բայց Լիլիթը հոգեպես արդեն ամբողջովին փլուզված է։ Նա սկսում է բղավել, նոպ է ունենում ու հարձակվում հայրի վրա, հրում է նրան ու գցում գետնին։ Ցավալիորեն Բագրատը գլխով հարվածում է աստիճանների ծայրին ու տեղում մահանում։ Սա դառնում է վճռական պահ։ Բագրատը երկար տարիների իր մեղքերով ու լռությամբ հեռանում է կյանքից հենց այն պահին, երբ ուզում էր գոնե մեկ բան ուղղել։ Իսկ Լիլիթը, խախտված նյարդային համակարգով ու խառնված իրականության զգացողությամբ, տեղափոխվում է հոգեբուժարան։ Նրա ճանապարհն այս սերիալում այսուհետ անցնելու է պատերի ներսով, այնտեղ, որտեղ ոչ մի սուտ հնարավոր չէ թաքցնել։ Բայց ամենածանր ու ստոր շրջադարձը դեռ առջևում է։ Միքայելը կրկին սկսում է գործել։ Իմանալով, որ Սոսը ձերբակալված է ու խոցվալի վիճակում, նա որոշում է դա օգտագործել իր շահ սեփական նպատակների։ Միքայելը տեսնում է Աննային ու ասում, եթե Անգելինան չհաշտվի Հենրիի հետ, ինքը պատրաստ է ոստիկանությանը տրամադրել այն տեսանյութը, որտեղ Սոսը մարդ է սպանում։ Իդեպ այդ տեսանյութը Միքայելին ժամանակին փոխանցել էր Լիլիթը, այսինքն իրական սպառնալիք։ Աննան սարսափած է։ Նա ոչ միայն տեսնում է Սոսի հանցանքի դաժան պատկերները, այլև վերապրում նոր ցավ, հասկանալով, որ այս ամենը Միքայելը ծրագիր է դարձրել, մի ծրագիր, որտեղ Աննային դարձրել են խաղալիք, մանիպուլյացիայի գործիք։ Հիմա ամեն բան կախված է Աննայի որոշումից։ Նա ստիպված է ընտրել, հետևել Միքայելի խաղին ու ստիպել դստերը հաշտվել Հենրիի հետ, թե արհամարհել շանտաժը ու վստահել արդարությանը։ Բայց մի բան հստակ է. Միքայելը վերադարձել է իր սառնասերտ ու հաշվարկող դեմքով, և այս անգամ նրա թիրախը ոչ միայն Սոսն է, այլև Աննան։ Հարցը մեկն է. արդյոք Աննան կընկնի Միքայելի ծուղակը, թե վերջապես նա է ընտրելու իր ուղին առանց վախի ու ճնշման։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք, նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք։ Այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։
Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասып սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, ես առեմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Տանել եմ հարսանիքի սեղանից համեմ, շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մրգշուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի ենք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում ասերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Էլենը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի